Վերանորոգումից և կահավորումից հետո այս տեսքով է ներկայանում Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի հնագիտության սենյակը։ Հազարամյակների պատմություն ունեցող խեցեղենը ցուցադրվում է պատշաճ կերպով։ Այս սենյակն առավել գրավիչ է դարձել նոր ցուցափեղկերի և հատուկ լուսավորության շնորհիվ։ Բարեկարգումը կատարվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհով և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի աջակցությամբ։ Մեծ տեղ տալով այցելուի վիզուալ տեսողական շփմանը, փորձել ենք հազարամյա պատմություն ունեցող հնագիտական իրերի նոր ցուցադրմամբ ստեղծել մշակութային նոր միջավայր։ Շնորհակալություն ենք հայտնում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, ինչպես նաև Գեղարքունիքի մարզպետարանին այս ողջ ընթացքում մեզ աջակցելու համար։ Հնագիտական սենյակի վերանորոգումն ու կահավորումը հնարավոր են դարձել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցություն մշակութային ժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանը ծրագրի շրջանակում։ Որոշ ցուցափեղկերի ձեռքբերման գործում էլ օժանդակել է Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը։ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության որդեգրած քաղաքականության համապատասխան այն կետերից է, որը ոչ միայն պետք է պահպանենք և պաշտպանենք, այլև հանրահռչակենք այն մշակութային ժառանգությունը, որը եկել է դարերի խորքից։ Հնագիտության սրահը նորոգվել, գեղեցկացել ու ներկայանալի է դարձել բոլորիս։ Այս նորոգված սրահում տեսնում ենք, որ նմուշները բոլորովին այլ ձևով են ներկայանում հանդիսատեսին։ Նրանց արժեքը կարծես ավելի է բարձրացել։ Հնագիտության սենյակի վերանորոգման ու կահավորման համար հատկացված դրամաշնորհը կազմել է 2 միլիոն 290 հազար դրամ։ Թանգարանի աշխատակիցների և այցելուների ցանկությունն է, որ տարբեր ժամանակաշրջանները ներկայացնող սենյակները ևս բարեկարգվեն և թանգարանային հարուստ ֆոնդը ցուցադրվի լավագույն պայմաններում։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Գյավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։